Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Ազգային ժողովից պաշտոնապես հայտնում են, որ այսօր Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ, որի ժամանակ քննարկել է այցի մանրամասները։ Արցախում մնացած վերջին հայերը ևս գաղթեցին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնապես հայտնել է, որ վերջին 10 հայերը և ազգությամբ ռուս 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմիններին և տեղափոխվել Հայաստան։ Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է Ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ Հայաստանի էլեկտրական ցանցերի դեմ որևէ քայլից։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը արդյունհովանեսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում։ Այս մասին գրել է Սամվել Կարապետյանը։ Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին 2 հայցադիմում է ներկայացել դատարան, ընդդեմ կարգալույս քահանա Ստեփան Ասատրյանի։ Եկեղեցին պահանջում է վերադարձնել հովանավանքը և վտարել Ասատրյանին եկեղեցուն պատկանող տանից։ ԿՊԱ-ականները մտադրվել են սահմանափակել դիտորդների իրավասությունները ընտրությունների ժամանակ։ Այդ նպատակով այսօր, հունվարի 23-ին, ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել, հրատապ կարգով փոփոխություններ կատարելով ընտրական օրենսգրքում։ Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են օրինագծի ընդունումը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրինագիծը օրինականացնելու է ընտրակեղծիքները։ Վերաքննիչ դատարանը բեկանել է Սրբազան պայքարի մասնակիցների գործով արդարացման դատավճիռը։ 2024 թվականի մայիսի 31-ին Սրբազան պայքարի մասնակիցների կողմից արտաքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է նոր դատաքննության։ Քաբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին հիվանդանոցից հետ են տարել քրեակատորական հիմնարկ, ընդ որում պատժախոց։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, նշելով, որ նա շարունակում է ացադուլը մինչև նախավիրահատական վերականգնողական թերապիայի անցկացման հարցի լուծումը։ Կալանավորվել է Պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը, կաշառք ստանալու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից Փաստինֆոյին հայտնեցին, որ գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 3 անձի նկատմամբ։ Սյունիքում թրիփի շրջանակում կարող է ներգրավվել ադրբեջանական կապիտալ, ինչը իշխանությունները թաքցնում են։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։